Սիրելի իմ ժողովուրդ, հաճախ է պատահում, որ 45-50-ից հետո գնում եք որևիցե սենյակ, որպեսզի այդ իրը բերեք եւ, չգիտեք, գնում եք, կանգնում եք ու մոռանում եք։ Իհարկե մտածում եք, հետո երևի ծերացել եմ, մեծացել եմ, բայց այդպես չի, որովհետեւ դա ծերության նշան չի, դա ուղղակի ձեր սննդակարգի, ձեր ապրելաձևի, ձեր վարած կյանքի ընթացքում ինչ խնդիրներ, քունը նորմալ չի, ստրեսները հաճախակին, այ դա է պատճառը կամ խոլեստերինը բարձր է, սիրելիներս։ Իհարկե ձեր սննդակարգում օգտագործեք նարինջ, բազուկ, իհարկե նուռը շատ լավ է եւ շատ հրաշք է նաեւ լիմոնը։ Այս բոլորը իրենց միկրոէլեմենտներով եւ հանքանյութերով կարգավորում են ձեր գլխուղեղի աշխատանքը, էլաստիկությունը բարձր պահում, իհարկե խոլեստերինը իջեցնում եւ սնունդ լավ են մատակարարում, բայց եթե ունեք պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն 5000 դրամ ուծելով եւ տեսնում եք, որ խնդիր կա պարանոցում, ապա անպայման պետք է կատարել բուժում, դրա համար պետք է զանգահարել իհարկե 010 500 560 բժիշկների եւ խորհրդատվության եւ բուժման շնորհիվ այդ խնդրից կազատվեք։ Սիրելիներս, որպեսզի մոռացկոտություն չառաջանա, որպեսզի նաեւ ձեր օրգան համակարգերի ֆունկցիա նորմալ լինի, անպայման պահպանեք սննդակարգ, քայլեք մաքուր օդում, անպայման կատարեք վարժություններ, անպայման, որովհետև եթե մկանը նորմալ է, ապա ամբողջ օրգան համակարգը նորմալ կլինի։ Իսկ սիրելի իմ ժողովուրդ, հրաշալի է նաև, որ ամեն օր 2-3 անգամ պտույտներ անեք, իհարկե պարանոցը պտտեցնելով աջ, ձախ, վերև, ներքև, նման շարժումներով դուք կարգավորում եք ձեր եւ մկանների եւ անոթների խթանում եք, որ լավ մատակարարվի եւ ամենակարևորը ամեն օր ապրեք ոչ նույն ձևով։ Եթե այսօր գնում եք աշխատանքի, գնացեք հաջորդ օրը ուրիշ ճանապարհով, մյուս օրը մյուս, կամ սկսեք հաշվել, կամ սկսեք սովորել որևիցե մի բան, կամ ուղղակի լեգո հավաքեք որևիցե մի բան, կամ թվաբանություն սկսեք գրել ու լուծել, դա խթանում է, որ ձեր գլխուղեղի աշխատանքը ավելի լավ լինի եւ մինչեւ խորը ծերություն խնդիր չառաջանա, սիրելիներս, եղեք առողջ։